12-ում դուք կիմանաք ձեր իշխանության դիրքի մասին։ Կիմանաք նաև ձեր կյանքում շնորհքի ազդեցության մասին, որով դուք այս երկրի վրա պետք է ապրեք այնպես, ինչպես Հիսուսը։ Այո։ Ամեն։ Բարի գալուստ անկոտրում հոգի դասընթաց։ Մենք հասել ենք երկրորդ դասին և առաջ ենք շարժվում։ Այս դասի վերնագիրն է զորացված իշխելու համար։ Այն համապատասխանում է գրքի երկրորդ և երրորդ գլուխներին։ Դուք կարող եք նստել, եկեք անմիջապես անցնենք մեր թեմային։ Մի փոքր կրկնենք անցածը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Հենց սրանով էլ մենք ավարտեցինք անցած դասը։ Մենք անհատապես նրա մարմնի անդամներն ենք։ Նրա մարմինը մասնատված չէ։ Նրա մարմինը մեկ է, ամեն։ Երբ դուք լսում եք Քրիստոս բառը կամ կարդում եք այն, դուք պետք է տեսնեք ձեզ դրա մեջ, այն աշխատանքի պատճառով, որ Հիսուսն արեց։ Իր շնորհքով նա մեզ մեկ դարձրեց իր հետ։ Լավ բա է ամեն ասելու համար։ Այժմ երբ տեսնում եք Քրիստոսին նոր կտակարանում, մենք հասկանում ենք, որ նրա մասնիկն ենք։ Եկեք ուսումնասիրենք Պողոսի ջերմեռան աղոթքը, գրված Եփեսացիների թղթում։ Պողոսը խնդրում էր, որ մենք կարողանանք ճանաչել կամ հասկանալ, թե որն է, ուշադիր լսեք այս բառերը, որն է նրա զորության, անչափելի, անսահման և գերազանց մեծությունը։ Դուք լսեցիք սա։ Լավ, եկեք մեկ անգամ էլ լսենք։ Այն անչափելի է։ Դուք չեք կարող չափել այն։ Անսահման է, այն սահման չունի։ Նրա զորությունը գերազանցում է ամեն ինչ։ Կարող եք ասել ամեն։ Ինչպիսի մեծության մասին է խոսվում այստեղ։ Արդյոք դուք կհամաձայնեք, որ մեր Տեր Հիսուսը, փառքի Տերը, անչափելի և անսահման զորություն ունի։ Դուք համաձայն եք, ասեք ամեն։ Դուք համաձայն եք, որ այս աշխարհում կամ տիեզերքի վրա այն շատ ավելի գերազանցում է ցանկացած զորության և զիջում է միայն Հոր իշխանության դիրքին։ Կարող եք ասել ամեն, սակայն կարող եք արդյոք նույն բանն ասել ձեր մասին։ Ես լսեցի մի փոքր նույնիսկ ավելի կարևոր մի բան։ Կարող եք հավատալ սրան։ Եթե ոչ, ապա դուք բաժանեցիք ձեզ Քրիստոսից։ Միթե դուք մեկ այլ մարմնի մաս եք։ Չէ՞ որ դուք Քրիստոսի մասն եք։ Դուք ասում եք Ջոն, դու մի փոքր հեռու գնացիր։ Միթե։ Թույլ տվեք ձեզ համար կարդալ ամբողջ հատվածը։ Որն է նրա զորության անչափելի, անսահման և գերազանց մեծությունը մեզանում և մեզ համար, որ հավատացինք։ Ամբողջ այս հատվածում նա խոսում է մեր մասին։ Տեսնում եք, թե ինչ կարող են անել ավանդույթները մարդկանց հետ։ Այս աղոթքն անելով Պողոսը նկատի ուներ մեզ։ Ինչու՞, որովհետև մենք Քրիստոսի մասն ենք։ Իսկ այդ պատճառով մենք ունենք այն նույն զորությունը, որ նա ունի։ Եկեք շարունակենք կարդալ նրա աղոթքը, ինչպես ցուցադրվեց իր կարող զորության հաջողությամբ, որը նա գործադրեց Քրիստոսի մեջ, երբ նա հարություն տվեց նրա մեռելներից և նստեցրեց նրան իր աջ կողմում երկնավոր վայրերում։ Սա գրված է Եփեսացիների 1:19 և 20-ում։ Դուք հավատում եք, որ Տեր Հիսուսը մահացել է, թաղվել է և հարություն է առել մեռելներից և այժմ նստած է գերագույն իշխանության դիրքում։ Այդ դեպքում ասեք այո։ Եթե դուք քրիստոնյա եք, ապա անկասկած հավատում եք սրան։ Իսկ դուք կասեիք նույնը ձեր մասին։ Հավանաբար մեծամասնությունն այդպես չի մտածում իր մասին, բայց եկեք կարդանք Հռոմեացիների 6-րդ և 4-րդ խոսքերը։ Պողոսն ասում է մկրտությունով նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որ ինչպես Քրիստոսը Հոր փառքով, այնպես էլ մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք։ Մենք Քրիստոսի մարմինն ենք, այդ իսկ պատճառով այն պահին, երբ մենք ընկղմվեցինք նրա մեջ, մեր կյանքը փոխվեց։ Ամեն։ Մենք արդեն մահացանք, թաղվեցինք և հարություն առանք Քրիստոսի հետ, իսկ հիմա որպես նորոգված արարածներ պետք է ապրենք այնպես, ինչպես նա է ապրում։ Հուսով եմ, որ դուք հասկանում եք սա։ Դուք հասկանում եք սա։ Մենք կրկին Քրիստոսի մեջ ենք։ Մենք միասին Քրիստոսն ենք։ Մենք նրա մարմինն ենք։ Մենք մեկ ենք նրա հետ։ Ըստ Եփեսացիների 1:20-ի, որը ես քիչ առաջ կարդացի, Քրիստոսի մեջ մենք իշխանության դիրք ունենք։ Սա իշխանության գերագույն դիրքն է Հոր դիրքից հետո։
Are you with me? Դուք ինձ հետ եք, ըստ Եփեսացիների 1:21-ի Քրիստոսը գտնվում է շատ ավելի բարձր։ Ես կարդում եմ Եփեսացիների 1:21-ը, շատ ավելի բարձր, ոչ թե մի փոքր բարձր, այլ շատ ավելի բարձր ամեն իշխանությունից եւ պետությունից եւ զորությունից։ Նա գերազանցում է այդ ամենը, այնպես չէ։ Ամեն իշխանությունից, պետությունից եւ զորությունից, ոչ միայն այս աշխարհում, այլ նույնպես գալիքում։ Դուք հավատում եք, որ թե այս աշխարհում եւ թե տիեզերքում Հիսուսը գտնվում է շատ ավելի բարձր ամեն իշխանությունից, պետությունից եւ զորությունից։ Եթե դուք քրիստոնյա եք, ապա անկասկած հավատում եք սրան։ Իսկ դուք կասեք նույն բանը ձեր մասին, նույնիսկ ավելի կարևոր մի բան, կարող եք հավատալ, որ դուք ունեք այս իշխանությունը։ Կրկին եթե ասում եք ոչ, ապա դուք բաժանում եք ձեզ Քրիստոսից։ Միթե դուք մեկ այլ մարմնի մաս եք, միթե նրա մարմինը մասնատված է։ Ոչ, դուք Քրիստոսի մասն եք, մենք բոլորս Քրիստոսի մեջ ենք, մենք բոլորս Քրիստոսն ենք, մենք նրա մարմինն ենք։ Ահա թե ինչու Եփեսացիների 2:6 խոսքում Պողոսը շարունակում է. նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ երկնավորներում նստեցրեց, տալով մեզ նույն դիրքը, ինչ նրան, Քրիստոս Հիսուսում լինելու հիման վրա։ Այնպես որ ինչպես Հիսուսն է նստած շատ ավելի բարձր ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից եւ տերությունից, այնպես էլ մենք։ Հուսով եմ դուք հասկանում եք սա, քանի որ դուք կարող եք հասնել միայն այն ամենին, ինչին հավատում եք։ Եթե դուք իրականում չեք հավատում սրան, դուք կշարունակեք ապրել ինչպես բոլորն են ապրում այս երկրում, կրելով Ադամի անկման հետևանքները։ To the results and consequences of Adam's fall. Still with me? Դուք դեռ ինձ հետ եք, սա այն հիմքն է, որ մենք կառուցում ենք։ Առանց այս հիմքի ես չեմ կարողանա ոչինչ կառուցել ձեզանում։ Սա հիմքային ուսմունք է։ Կարող եք ասել ամեն։ Ահա թե ինչ արեց Հիսուսը մեզ համար Գողգոթայում։ Սա այնքան զարմանալի է ինձ համար, ամեն։ Գլուխը կտրված չէ մարմնից։ Մենք բոլորս միասին ենք նստած երկնքում իշխանության եւ զորության դիրքում։ Այլ խոսքով մենք գտնվում ենք մի բնագավառում, որը շատ ավելի բարձր է ցանկացած ուժից, որ կա այս երկրի վրա։ Պողոսը պարզ բացատրում է սա Կորինթոսի եկեղեցուն։ Դուք պատրաստ եք լսել, թե ինչ է նա ասում։ Սա հրաշալի է, լսեք նրա խոսքերը։ Առաջին Կորինթացիների 3:21-23 խոսքերը։ Ուշադիր լսեք։ Ուրեմն ոչ ոք թող չպարծենա այն բաներով, որ մարդիկ կարող են անել։ Իրականում ամեն ինչ պատկանում է ձեզ։ Այս աշխարհը, կյանքը եւ մահը, ներկան եւ ապագան, այս ամենը ձերն է, եւ դուք Քրիստոսինն եք, եւ Քրիստոսն Աստծունն է։ Նա հենց նոր ասաց, որ այս աշխարհը ձերն է։ Կյանքը ձերն է, բայց դուք երբեք չեք կարող ունենալ այն, մինչև չհավատաք։ Իմանալով սա, եկեք եւս մեկ անգամ կարդանք Հռոմեացիների 5:17-ը։ Բոլորը, ովքեր ընդունում են Աստծո առատ շնորհքը եւ ձրիաբար արդարանում նրա առջև, կիշխեն կյանքում Քրիստոսի միջոցով։ Ասացեք Քրիստոսի միջոցով։ Երբ գրված է Քրիստոսի միջոցով, ով է գտնվում այդտեղ։ Իհարկե դուք պետք է իշխեք կյանքում, կյանքը չպետք է իշխի ձեզ վրա։ Մենք ենք, որ պետք է տիրենք այս երկրի վրա։ Եթե մեր կյանքում ինչ-որ բան չի ստացվում կամ էլ սխալ է, պատճառն այն է, որ մենք չենք գործադրում մեր իշխանությունը։ Ես այնքան եմ զայրանում, երբ մարդիկ մեղադրում են Աստծուն անհաջողությունների համար։ Դուք ինձ հետ եք։ Մեկ անգամ մի ծառայող կնոջս մի խոսք ասաց իմ կյանքի համար, ես երբեք չեմ մոռանա դա։ Նա այդ խոսքն ասաց անմիջապես այս ծառայության մեջ մտնելուց առաջ, այդ ծառայողը շատ հեղինակավոր անձնավորություն է։ Նա մոտեցավ կնոջս եւ ասաց. «Ասա ամուսնուդ, որ ես խոսք ունեմ երկնքից նրա համար։ Ասեմ ձեզ, որ հարյուրավոր մարդիկ մարգարեական խոսքեր են ասել ինձ։ Դրանցից երևի 10 կամ ավելի քիչ իսկապես փոխել են իմ ամբողջ կյանքը։ Եվ այս խոսքը դրանցից մեկն էր։ Նա նայեց կնոջս եւ հասարակ մի բան ասեց. «Ասա ամուսնուդ, որ եթե նա չքայլի այն իշխանությունով, որ Աստված տվել է իրեն, ինչ որ մեկը կվերցնի այն եւ կօգտագործի իր դեմ»։ Ինձանից պահանջվեց 8 տարի, մինչև ես հասկացա, թե որքան իրական էին այդ խոսքերը։ Հենց հիմա ես ասում եմ ձեզ, դուք Քրիստոսում եք, դուք պետք է իշխեք կյանքում, եւ եթե անհաջողություններ ունեք, ապա մեղավորն Աստված չէ։ Ես լավ եմ քարոզում, ամեն։ Հիսուսն ասում է. «Ինչպես իմ հայրն ինձ ուղարկեց,
Ես էլ ձեզ եմ ուղարկում։ has sent me. Հովանես 20:21։ Լսեք նրա խոսքերը։ Listen to Ինչպես իմ հայրն ինձ Father ուղարկեց։ sent me. He came to Նա եկավ որպեսզի քանդի սատանայի գործերը, ինչպես գրված է առաջին Հովանեսի 3:8-ում, նրա համար հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդի։ destroy. Այլ խոսքով, որպեսզի քանդի Ադամի սխալի հետևանքները։ Talking about disease. Այսինքն հիվանդությունը, համաճարակները, երկրաշարժերը, բոլոր հետևանքները, այնպես չէ։ Who better to Ով կարող էր ավելի լավ օրինակ թողնել մեզ, քան անձամբ Հիսուսը։ Անկում ապրած աշխարհը չուներ իշխանություն նրա վրա, փոխարենը նա էր իշխում աշխարհի վրա։ when the storm came? Երբ փոթորիկը եկավ կործանելու, Հիսուսը սաստեց այն։ Told the Նա հրամայեց քամուն եւ ծովին եւ դրանք հնազանդվեցին իրեն։ when he needed. Երբ անապատում հավաքված բազմությանը կերակուր էր անհրաժեշտ, նրա ձեռքում կար մի քանի հաց եւ ձուկ։ Նա կերակրեց 5000 մարդու, իսկ հետո եւս 4000-ի։ When he had no boat. Երբ Հիսուսը նավակ չուներ, բայց պետք է անցներ մյուս ափը ինչ-որ մեկին ծառայելու համար, նա պարզապես քայլեց ջրի վրայով։ He caused. Նա այնպես արեց, որ ծաղկած թզենին չորացավ եւ այլևս պտուղ չտվեց։ fruit again. Նա սրով կտրած ականջին դիպավ եւ բժշկեց։ Նա բժշկեց հիվանդներին։ To the sword. He cleansed those that were. Նա ոտքի հանեց կաղերին եւ խեղվածներին, տեսողություն տվեց կույրերին եւ լսողություն խուլերին։ to hear. Demon Դիվահարված մարդիկ չէին վախեցնում նրան։ Ամբողջները փորձում էին Հիսուսին վայր գցել սարից, բայց նա պարզապես անցավ նրանց միջով։ Rulers would try to find him, but they couldn't. The list. Իշխանավորները փորձում էին գտնել նրան, բայց ապարդյուն։ He says to us. Այս ցուցակը կարելի է շարունակել եւ շարունակել։ Նա ասում է մեզ. ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուրը ով հավատում է ինձ, կանի նույն գործերը, որ ես արեցի, եւ նույնիսկ ավելի մեծ գործեր։ Greater works. When are we going to quit? Երբ մենք կդադարենք այս խոսքերով պաստառներ պատրաստել եւ կսկսենք իրապես հավատալ սրանց։ He ruled in life. Հիսուսը իշխում էր կյանքում։ Նա տիրում էր հակառակության եւ անհաջողությունների վրա։ He brought heaven to earth. Նա իջեցնում էր երկինքը երկրի վրա։ Նա մի չափանիշ հաստատեց, որի մենք պետք է հետևենք եւ ակնկալում է, որ մենք կանենք ավելին։ So once Այնպես again, որ եկեք եւս մեկ անգամ կարդանք Հռոմեացիների 5:17-ը։ all Բոլորը, ովքեր ընդունում են Աստծո առաջ շնորհքը, God's abundant բոլորդ բարձրաձայն ասեք սա։ Աստծո առաջ շնորհքը եւ ձրիաբար արդարանում նրա առջև կիշխեն կյանքում Քրիստոսի միջոցով։ So now we come to Այժմ մենք անցնում ենք հաջորդ հարցին։ how Ինչպես ենք մենք իշխում կյանքում։ the answer. Պատասխանը հետեւյալն է. Աստծո առաջ շնորհքի միջոցով։ You see that scripture again? Դուք դեռ նայում եք այս խոսքին։ We rule Մենք իշխում ենք կյանքում Աստծո շնորհքով։ by the grace of God. I want everybody. Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ասեք սա ինձ հետ միասին։ Ես կասեմ, իսկ դուք կրկնեք։ Մենք իշխում ենք կյանքում։ Լսեք, թե ինչ եք ասում։ Աստծո շնորհքով։ All who have received God. Բոլորը, ովքեր ընդունում են Աստծո առաջ շնորհքը եւ ձրիաբար ստանում արդարության պարգևը, կիշխեն կյանքում Քրիստոսի միջոցով։ Մենք իշխում ենք կյանքում Աստծո շնորհքով։ Ահա թե որն է ամերիկյան եկեղեցու խնդիրը եւ սա շատ լուրջ է։ Մոտ 1.5 տարի առաջ ազգային հարցում էր անցկացվել։ Talking from Այն ընդգրկում էր ամբողջ Ամերիկան։ Հարցմանը մասնակցել էին հազարավոր քրիստոնյաներ, ավելի քան 5000 քրիստոնյա։ Ես խոսում եմ վերստին ծնված քրիստոնյաների մասին, ովքեր հավատում են Աստվածաշնչին եւ Կիրակի առավոտյան հաճախում են եկեղեցի։ Նրանց տվել էին հետեւյալ հարցը. տվեք Աստծո շնորհքի 3 եւ ավելի սահմանում կամ նկարագրություն։ Հարցման հիմնական պատասխանները հետեւյալն էին. փրկություն, ձրի պարգև, որի մենք արժանի չենք, եւ մեղքերի թողություն։ now I am so Ես այնքան ուրախ եմ, որ ամերիկացիները հասկանում են, որ մենք փրկված ենք շնորհքով եւ միայն շնորհքով, եւ որ այդ շնորհքն անկարելի է վաստակել, որովհետեւ դա Աստծո պարգևն է, ճիշտ է, եւ մեր մեղքերը ջնջվել են Աստծո շնորհքով։ Փառք Աստծուն, որ ամերիկացի քրիստոնյաները գիտեն սա, Մարտին Լյութերը լավ աշխատանք է կատարել։ But this is Բայց ահա այս հարցման ողբերգությունը։ Հարցմանը մասնակցող քրիստոնյաների ընդամենը 2%, իսկ ավելի ճիշտ 1.9%-ն է ասել, որ շնորհքն Աստծո զորությունն է։ Սակայն Աստվածից շնորհքը սահմանում է հենց այսպես։ yet that is Եվ նա երկրորդ Կորինթացիների 12:9-ում Պողոս առաքյալին ասում է. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ բոլորդ գոչեք սա։ all you need for Եվս մեկ անգամ, որովհետև իմ զորությունը տկարության one more time. For my power works best կամ մարդկային անկարողության մեջ է կատարվում։
Now, if you have Եթե դուք ունեք այնպիսի Աստվածաշունչ, որտեղ Հիսուսի բոլոր խոսքերը գրված են կարմիրով, իսկ մնացած խոսքերը սևով, ապա բացելով 2 Կորինթացիների 12:9 խոսքը դուք կտեսնեք, որ այն գրված է կարմիրով, ոչ թե սևով։ Սա նշանակում է, որ այդ խոսքերը Պողոս առաքյալինը չեն, այլ անձամբ Աստծուն է։ Այնպես որ Աստված ասում է, որ իր շնորհքը զորություն է, սակայն ամերիկացի քրիստոնյաների միայն 2%-ն է հասկանում սա։ look at what the Ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցում։ 2 Կորինթացիների 8:1-3-ում ասում է. Իմացնում ենք ձեզ Աստծո այն շնորհքը, որ մակեդոնացիների եկեղեցիներին տրված է, որովհետև իրենց կարողության չափ վկայում եմ եւ կարողությունից էլ ավելի։ their ability. What does the grace of Ինչպիսի God կարողություն է do? տալիս մեզ Աստծո Go beyond շնորհքը։ our ability. Անել ավելին, քան մենք կարող ենք։ Իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Դուք հասկանում եք սա։ How does the Ինչպես է Պողոս առաքյալը սահմանում շնորհքը։ 2 Պետրոսի առաջին գլխում գրված է. շնորհքը շատանա ձեզ վրա։ grace Շնորհքը շատանա ձեզ վրա, ինչպես որ նրա աստվածային բոլորդ գոչեք, զորությունը դա գոչյուն չէր։ power. Եկեք մեկ անգամ էլ փորձենք։ Try one more time. Everybody shout. Բոլորդ գոչեք։ As is Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է։ Պետրոսն անվանում է Աստծո շնորհքը նրա աստվածային զորությունը։ All right? Եկեք մի փոքր առաջ գնանք եւ անդրադառնանք բնագրին։ If we look at the Հաճախ օգտագործվող շնորհք բառը հունարեն խարիս բառն է։ charis, Սթրոնգի թարգմանության մեջ խարիսը սահմանվում է որպես պարգև, բարեհաճություն, շահ, գթառատ եւ առատաձեռնություն։ all right? Now if you take Եթե դուք վերցնեք Սթրոնգի այս նախնական սահմանումը եւ ավելացնեք այն եփեսացիների, գաղատացիների եւ հռոմեացիների թղթում գտնվող խոսքերին, ապա կստանաք շնորհքի այն սահմանումը, որին ծանոթ է ամերիկյան քրիստոնյաների մեծամասնությունը։ to define this Greek Սակայն Սթրոնգը սրանով չի սահմանափակվում։ Նա հունարենով շարունակում է սահմանել խարիս բառը, աստվածային ազդեցություն սրտի վրա եւ դրա դրսեւորումը մարդու կյանքում, այնպես որ կարելի է տեսնել սրտում կատարված աշխատանքի արտաքին դրսեւորումը։ Դա շնորհքի զորությունն է։ Դուք հիշում եք Գործք առաքելոցի 11:23 խոսքը, որ Բարնաբասը եկավ Անտիոքի եկեղեցի եւ տեսավ Աստծո շնորհքի վկայությունը։ Նա չլսեց Աստծո շնորհքի մասին, այլ տեսավ այն զորությունը, որ դրսևորվում էր նրանց կյանքում։ in their life. Are you seeing? Դուք հասկանում եք սա։ Սակայն Ամերիկայում այդպես չէ։ Ամերիկյան շնորհքն անկարելի է շոշափել։ You can't Անկարելի է տեսնել դրա դրսևորումը, որովհետև Ամերիկայում այն ընդամենը մաքրում է մեր մեղքերը եւ երկնքի տոմս տրամադրում։ and this Ահա թե ինչու այդքան ամերիկացի քրիստոնյաներ ապրում են այնպես, ինչպես ամերիկացի աշխարհիկ մարդիկ։ Պատճառն այն է, որ շնորհքը զորությունից վերածվել է հասարակ ծածկոցի։ to covering only. Are you with me? Դուք ինձ հետ եք։ Another insight. Մեկ այլ հանրագիտարան հունարեն խարիս բառը սահմանում է որպես Աստծո զորացնող ներկայությունը մարդու կյանքում։ Տարիներ շարունակ ուսումնասիրությունից եւ աղոթքից հետո իմ սահմանումը հետեւյալն է. Շնորհքն Աստծո անհատույց զորությունն է, որը մեզ տալիս է ընդունակություն գերազանցել մեր բնական կարողությունները։ Սա Աստծո շնորհքն է։ Կարիք կա ասել սա եւս մեկ անգամ։ God's Աստծո անհատույց զորությունը, որը մեզ տալիս է ընդունակություն գերազանցել մեր բնական կարողությունները։ now Ինչու է այդքան ողբերգական այն փաստը, որ ամերիկացի քրիստոնյաների ընդամենը 2%-ն է հասկանում սա։ here, okay? Let's say Թույլ տվեք մի օրինակ բերել։ Ենթադրենք մենք մի փոքր ցեղ ենք հայտնաբերել Աֆրիկայում, ովքեր ապրում են հասարակածի մոտ գտնվող թփուտներում։ Եվ մենք ողջել ենք, որ մաքուր ջուր ունենալու համար այդ ցեղի բնակիչներն ամեն օր ոտքով անցնում են 3 կիլոմետր տարածություն ամենամոտ ջրհորին հասնելու համար եւ տանում են ջրի ծանր անոթը դեպի իրենց բնակավայրը։ whenever they Երբ նրանք սննդի կարիք են ունենում, ձեզանից քանիսը գիտեն, որ կենդանիները չեն քայլում նրանց ճամբարի տարածքով եւ ասում ես քո ընթրիքն եմ, սպանիր ինձ այսօրվա կերակուրի համար։ Նրանք պետք է որսան այդ կենդանիներին, նրանք կարող են ինչ-որ վայրի կենդանի կամ այս քաղաք որսալ իրենց փոքրիկ ճամբարից 10-ից 15 կիլոմետր հեռու գտնվող թփուտներում եւ ստիպված են 10 կիլոմետր այն քաշ տալ թփուտներով։ Երբ նրանց հարկավոր են լինում բժշկական պարագաներ, նրանք ստիպված են գնալ մոտակա գյուղը, որը մոտ 50 կիլոմետր հեռու է։ Նրանք պետք է քայլեն 50 կիլոմետր, ձեռք բերեն դեղամիջոցները եւ տանեն դրանք թփուտներ իրենց բնակավայրը։ Գիտեք թե ինչ ենք մենք ուզում անել։ we're going to give them a gift. We're going to benefit. Մենք պատրաստվում ենք նայենք շնորհքի սահմանումը։ Ես կրկին կկարդամ այն ձեզ համար։ Մենք պատրաստվում ենք պարգև տալ նրանց, մենք օգուտ ենք բերելու նրանց։ Մենք բարեհաճություն եւ շնորհք ենք ցուցաբերելու նրանց հանդեպ։ Մենք առատաձեռն ենք լինելու։ Մենք որոշում ենք 2012 թվականին լիովին նոր Land Rover մեքենա գնել նրանց համար եւ այն տեղափոխում ենք Աֆրիկա, գնում ենք այնտեղ, կանգնեցնում ենք այն թփուտի մոտ եւ այդ փոքրիկ ցեղի առաջնորդին բերում ենք մեքենայի մոտ։ Մենք ցույց ենք տալիս այն եւ ասում. առաջնորդ, We fire up. սա մեր նվերն է ձեզ։ We say, "Chief, this Land Rover is amazing."
Մենք նստեցնում ենք այն առաջնորդին Land Rover-ի մեջ եւ միացնում ենք շարժիչը։ That means Մենք ասում ենք առաջնորդ, Land Rover-ը հրաշալի մեքենա է, այստեղ օդափոխման համակարգ կա։ Այսինքն երբ դրսում 40 աստիճան է, դու կարող ես պարզապես սեղմել այս կոճակը, հավաքել 22 եւ ներսում հաճելի ջերմաստիճան կլինի։ dial up 75. Եվ բացի այդ առաջնորդ մեքենան տաքացնող համակարգ ունի։ Եթե գիշեր ուժեղ ցուրտ լինի, պարզապես սեղմեք այս կոճակը եւ հավաքեք 23 եւ ներսում հաճելի ջերմաստիճան կլինի։ NBA Finals live. Դրանից բացի առաջնորդ այս մեքենան արբանյակային ռադիո You know ունի։ what else we got in this baby? Գիտեք ինչ է դա նշանակում։ Դուք կարող եք հետևել հաջորդ խաղաշրջանի NBA բասկետբոլային խաղերին ուղիղ եթերով։ Իսկ գիտեք թե ուրիշ էլ ինչ կա այս մեքենայի մեջ։ Այստեղ տեսանվագարկիչ կա, եւ մենք միացնում ենք տրոնը կամ ավատարը, երևի ավատարը։ Նա զարմանում է տեսնելով կապույտ մարդկանց։ Բացի այդ այս մեքենայի մեջ ձայնային նվագարկիչ կա։ Մենք միացնում ենք United Worship-ի ձայնասկավառակը, առաջնորդը ցնցվում է լսելով երկրպագությունը։ Because we love Մենք դուրս են գալիս մեքենայից եւ առաջնորդն ասում է. «Ինչ պետք է տամ ձեզ այս մեքենայի համար»։ Ով ոչ, առաջնորդ, ոչինչ։ Սա մեր ձրի պարգևն է ձեզ, որովհետև մենք այնքան ենք սիրում ձեզ, եւ մենք հեռանում ենք, բայց մեր գնալուց հետո մենք իմանում ենք, որ նրանք դեռ ամեն օր քայլում են 3 կիլոմետր դեպի ջրհորը եւ ջուր կրում։ Նրանք դեռևս քարշ են տալիս ծանր կենդանիներին 10-ից 15 կիլոմետր դեպի իրենց ճամբարը։ Նրանք անցնում են 50 կիլոմետր բժշկական պարագաներ բերելու համար։ Ինչու՞։ Որովհետև մենք կարևոր չհամարեցինք ասել առաջնորդին Land Rover-ի գլխավոր գործառույթը, որը փոխադրումն է։ Մենք նույնպես կարևոր չենք համարել ասել ամերիկյան եկեղեցուն, որ Աստծո շնորհքի գլխավոր գործառույթը նրա զորությունն է։ You say, Դուք կասեք՝ «Մի րոպե, Ջոն, դու ասացիր գլխավոր»։ primary. That's why I can't clap. Ես չեմ կարող մյուս խոսքերի պես նույնպես ծափահարել սրան։ Դու ասացիր, որ դա գլխավոր գործառույթն է։ I was walking around my Այո, հենց գլխավորը։ Մոտ տարի ու կես առաջ ես աղոթում էի պատտվելով իմ տան շուրջը, Լիզան եւ տղաներս տանը չէին։ Ես աղոթեցի մոտ 30 րոպե եւ հանկարծ Սուրբ Հոգին ինձ մի հարց տվեց, որը ես երբեք չեմ մոռանա։ Նա ասաց. «Որդիս, ինչպես եմ ես ներկայացրել շնորհքն իմ գրքում, նոր կտակարանում»։ Որպես հեղինակով 14 գիրք է գրել, այս հարցը հասկանալի էր ինձ, որովհետեւ երբ որևէ գիրք գրելիս ես պատրաստվում եմ նոր տերմին ներկայացնել եւ գիտեմ, որ այն անծանոթ է ընթերցողներից շատերին, ես պետք է տամ դրա գլխավոր սահմանումը։ Հետագայում ես կարող եմ տալ երկրորդ կամ երրորդ սահմանումները, բայց ես պետք է տամ գլխավորը, երբ ներկայացնում եմ այն։ Դուք ինձ հետ եք։ Եկեք պարզապես համոզվենք, որ մենք նույն հունով ենք գնում։ Եթե ես նամակ գրեի այդ աֆրիկյան առաջնորդին, ապա գիտեք թե ինչ կասեի առաջին պարբերությունը։ Առաջնորդ, մենք 2012-ի նոր Land Rover ենք նվիրում ձեզ։ Դրա գլխավոր գործառույթը փոխադրումն է։ Դուք այլևս ստիպված չեք լինի ամեն օր քայլել 3 կիլոմետր եւ կրել այդ ծանր ջրի անոթը։ Այժմ դուք այն կարող եք բերել մեքենայով, դուք այլևս ստիպված չեք լինի քարշ տալ այդ ծանր կենդանիներին 10 կիլոմետր դեպի ձեր ճամբարը։ Then in the second Դուք paragraph, պարզապես կարող եք բերել դրանց մեքենայով։ the third paragraph. Դուք ինձ հետ եք։ Դուք այլևս ստիպված չեք լինի 50 կիլոմետր քայլել դեպի մոտակա գյուղը։ Պարզապես գնացեք մեքենայով բերեք բժշկական պարագաները, ընդամենը ծախսելով այդ ժամանակվա 1/10-ը։ Son, how did I Ինչու ես պետք է ասեմ դա նրան, որովհետև այդ առաջնորդը երբեք մեքենա չի տեսել։ Հետո երկրորդ պարբերության մեջ ես կպատմեմ նրան օդափոխության եւ տաքացնող համակարգերի մասին, երրորդում արբանյակային ռադիոյից չորրորդ պարբերության մեջ տեսա եւ ձայնանվագարկիչների մասին, բայց նախ եւ առաջ ես նրան կպատմեմ մեքենայի գլխավոր գործառույթի մասին։ Ճիշտ է։ Ահա թե ինչ հարց տվեց ինձ Տերը։ Նա ասաց. «Որդիս, ինչպես ես ներկայացրեցի շնորհքը իմ գրքում, նոր կտակարանում, եւ ես անկեղծ ասացի, չգիտեմ։ Այնպես որ ես վազեցի համակարգչից մոտ, բացեցի համաբարբառը եւ սկսեցի փնտրել, թե ինչպես է Աստված ներկայացնում շնորհքը նոր կտակարանում։ Ուզում եք իմանալ, ահա թե ինչպես է նա ներկայացնում շնորհքը Հովհաննես 1:16-ում։ Եվ նրա լիությունից, ով է նա, Հիսուսը։ Եվ Հիսուսի լիությունից մենք ամենքս առանք շնորհքի տեղ։ Ես մի ընկեր ունեմ, ով ապրում է Աթենքում, Հունաստանում։ Նա հրաշալի Աստծո մարդ է։ Նա եւ իր կինը 4-րդ սերնդի ծառայողներ են։ Եվ երկուսն էլ ծնվել են Հունաստանում։ Նրանք հունախոս են, բայց իմ ընկերը նույնպես հին հունարենի մասնագետ է։ Այնպես որ ես միշտ դիմում եմ նրա օգնությանը։ Ես գրեցի նրան եւ հարցրեցի. «Հովիվ Փանիս, կարող եք ինձ ասել, թե ինչ նկատի ունի առաքյալը, երբ ասում է. նրա լիությունից մենք ամենքս առանք շնորհքի տեղ։ Ինչ է նշանակում շնորհքի տեղ»։ Եվ նա պատասխան նամակ ուղարկեց ինձ։ Առաքյալը նկատի ունի շնորհքի առատությունը եւ լիությունը, այնպես որ իրականում նա խոսում է այն կատարյալ աշխատանքի մասին, որ շնորհքն արել է մեզ համար, որն ավելի քան բավական է։ Իսկ ինչ է տալիս մեզ կատարյալ եւ առաջ շնորհքը, այն տալիս է մեզ Հիսուսի լիությունը։ Կարծում եմ դուք չհասկացաք իմ ասածը։ Թույլ տվեք բացատրել։ Օրինակ, NBA-ի եզրափակիչ խաղերի ժամանակ ես գնում եմ որևէ համալսարանի բասկետբոլային թիմի մի պահեստային խաղացողի մոտ, ով հիմնականում խաղերի ժամանակ նստած է լինում։ Նայում եմ նրան եւ ասում. «Լսիր, մենք ունենք նոր գիտական միջոց, որով կարող ենք քեզ տալ հայտնի բասկետբոլիստ LeBron James-ի լիությունը»։ Ձեր կարծիքով ինչ կասի այդ տղան. «Լսիր, տուր դա ինձ հենց հիմա»։
fullness of Եվ the ինչ կանի նա դրանից հետո։ Նա կսկսի խաղալ իր համալսարանի համար, նրանք կհաղթեն նահանգի մրցարշարը, And what's he going to do? He's իսկ հետո նա կմտնի NBA եւ մի քանի տարի հետո կդառնա ամենաթանկ վարձատրվող մարզիկներից մեկը։ Ենթադրենք Կոլորադոյի համալսարանում ես մոտենում եմ ճարտարապետական համալսարանի առաջին կուրսի մի տղայի եւ ասում եմ. «Լսիր, մենք ունենք նոր գիտական միջոց, որով կարող ենք քեզ տալ Ֆրենկ Լոյդ Ռայթի 21-րդ դարի մեծագույն ճարտարապետի լիությունը կամ ամբողջական կարողությունը»։ Ինչ է կարծում, ինչն է կասի։ Լսիր, տուր դա ինձ հենց հիմա, եւ ինչ կանի նա դրանից հետո, նա կթողնի համալսարանը եւ հայլուն կարիերա կսկսի։ Ինչ կլինի, եթե ես մոտենամ մի անհաջողակ գործարար մարդու եւ ասեմ. «Լսիր, մենք ունենք նոր գիտական միջոց, որով կարող ենք քեզ տալ եւ Սթիվ Ջոբսի եւ Բիլ Գեյթսի լիությունը»։ Ձեր կարծիքով ինչն է կասի։ Հենց հիմա։ Տուր դա ինձ հենց հիմա։ Եվ ինչ կանի նա դրանից հետո, նա կբացահայտի գումարներ ներդնելու հնարավորություններ, որոնց մասին նախկինում չէր մտածել։ or LeBron James. Բայց շնորհքը մեզ չի տվել Բիլ Գեյթսի, Սթիվ Ջոբսի, Լեբրոն Ջեյմսի, Ֆրենկ Լոյդ Ռայթի եւ ոչ էլ Ալբերտ Էյնշտեյնի կամ Բեթհովենի լիությունը։ Շնորհքը տվել է մեզ անձամբ Հիսուս Քրիստոսի Jesus Christ himself. լիությունը։ That's power. Այս սա զորություն է։ Amen. Ամեն։ Ահա թե ինչու երկրորդ Պետրոսի առաջին գլխի 3 եւ 4 խոսքերում Պետրոսն ասում է, որ շնորհքը դարձել է մեզ հաղորդակից աստվածային բնությանը։ Made us partakers of the divine nature. Now, Իսկ ինչ է նշանակում բնություն բառը, այն նշանակում է անձի էական հատկանիշները կամ բնութագրության գծերը։ Դուք հասկանում եք, թե ինչ է տվել մեզ շնորհքը։ Այն տվել է մեզ անձամբ Հիսուս Քրիստոսի էական հատկանիշների եւ բնավորության գծերի լիությունը։ Ահա թե ինչու է Հովանես Առաքյալը, ով ըստիս 80 անց էր, գրում իր նամակը։ I believe he was in his 80s when he wrote this letter. Ինչպես Հիսուսն է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Հովանես 4:17։ In this world. Wait a minute. Մի րոպե։ Դուք չհասկացաք։ Դուք լսեցիք սա։ Ինչպես Հիսուսն է։ He's doing pretty Իսկ good. նա շատ հաջողակ էր։ Այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Ոչ թե ինչպես Հիսուսն է, այնպես էլ մենք կլինենք հազարամյա թագավորության ժամանակ։ Ոչ թե ինչպես Հիսուսն է, այնպես էլ մեկ օր մենք կլինենք երկնքում։ Ոչ թե ինչպես Հիսուսն է, այնպես էլ մենք կլինենք հաջորդ կյանքում։ Ինչպես որ նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ This is why Ահա թե ինչու եմ ես բարկանում, իսկապես բարկանում, երբ ինչ-որ քարոզիչներ կանգնում են եւ ասում կրոնական ձևով. «Գիտեք, մենք քրիստոնյաներս իրականում ոչնչով չենք տարբերվում մեղավորներից, մենք պարզապես ներված ենք»։ we're just Ես մտածում եմ, անջատեք նրա բարձրախոսը։ guys, mic off, run out of the building as fast as you can. Փախեք այդ շենքից այնքան արագ, որքան կարող եք, անջատեք այդ ռադիոալիքը։ Powering the church. Նա բառացիորեն եթերը լցնում է դիվային ուսմունքով։ Նա անզոր է դարձնում եկեղեցին, նույնիսկ բնությունն ավելի լավ է սովորացնում մեզ։ Դուք երբևէ տեսել եք, որ առյուծն աքից ծնի։ Դուք երբևէ տեսել եք, որ ազնվածեղ մրցավազքային ձին անպետք ворդ ծնի։ Աստվածաշնչում ասվում է, որ մենք նրա ժառանգներն ենք։ We are Մենք ոսկոր ենք նրա ոսկրից։ Մենք մարմին ենք նրա մարմնից։ Աստվածաշնչում ասում է. «Սիրելիներս, այժմ մենք Աստծո որդիներ եւ դուստրեր ենք»։ He is. Ինչպես նա է, այնպես էլ մենք այս աշխարհում։ That's what great Ահա թե ինչ է արել շնորհքը մեզ համար։ my. Օ Աստված իմ, ես ուրախացա իմ իսկ քարոզից։ Ահա թե ինչ է արել շնորհքը մեզ համար։ Որովհետև գիտեք, որոշ մարդիկ This weird religion. կրոնն այնքան տարօրինակ կարող է լինել։ Այս հայտնությունը փառավորում է Հիսուսին, ոչ թե մրցակցություն նրա փառքի հետ։ Լրջորեն մտածեք այս մասին։ Take scum like us. Վերցնել մեզ նման ոչնչությունների եւ դարձնել այնպիսին, ինչպիսին որ նա է։ Օ Աստված իմ, դա այնքան է մեծացնում շնորհքը։ Ահա թե ինչու եմ ես լցված երկյուղով։ That's why I Ահա թե ինչու 30 տարի անց ես դեռևս կրակոտ եմ։ Ահա թե ինչու է իմ մայրն այժմ բաժանում իմ գրքերը։ I was relentless. Ես անկոտրում էի նրա հետ։ Թույլ տվեք ասել, որ նա ապաշխարեց։ So this Հովանես Առաքյալը նույն նամակում գրում է. «Ով որ ասում է, թե նրանում եմ բնակվում, պետք է ինչպես որ նա գնաց, ինքն էլ այդպես գնա»։ just as Կարդացեք Հովանես 2:6։ walk just like he. Քայլել ինչպես նա, իսկ ինչպես մենք պետք է անենք դա։ Դե գոչեք։ Հաջորդ հարցը, որ մենք պետք է տանք հետևյալն է. We gotta ask. Ինչպես էր քայլում Հիսուսը։
Մենք այս հարցին կպատասխանենք հաջորդ դասին։ Կհանդիպենք։ Դաս 3-ում մենք ուսումնասիրենք, թե ինչպես է Հիսուսն իշխում, եւ կտեսնենք, որ հավատքով մենք հնարավորություն ենք ստանում ազդեցություն թողնել այս հասարակության վրա։